Հոգեբուժը ասաց, որ տղաս բույս է ու ես պետք է հրաժարվեմ իրենից։ Ես 23 տարեկան էի այդ ժամանակ ու իմ համար շատ ցավոտ էր, որովհետև ես աուտիզմ բառը լսել էի դրանից ընդամենը մի քանի օր, շաբաթներ առաջ ու ես ընդհանրապես պատկերացում չունեի ես ինչի հետ գործ ունեի։ Մարդիկ ինձ խորհուրդ էին տալիս, որ ես հրաժարվեմ իրանից, տանեմ մանկատուն ու ես իմ կյանքը կործանում եմ իրա հետ։ Բոլորը ասում են, որ աուտիզմը բուժում չունի, բայց ես գիտեմ աուտիզմի բուժման անունը, դա սերն է։ Իմ որոշումը ինձ համար դարձավ ճակատագրական, որովհետև ես մնացի լրիվ մենակ Յարիկի հետ, առանց միջոցների, առանց աշխատանքի, մարդկանց արձագանքից էի շատ վախենում այդ ժամանակ։ Եղել են դեպքեր, որ մենք զանգահարել ենք տաքսի, մեքենան եկել է ու մեզ այդտեղ թողել է, գնացել է։ Մի օր ավտոբուսի վարորդը եկավ կանգնեց կանգառում, դռները բացվեց, նայեց ինձ, ասեց՝ «Վայ դուք եք», փակեց ու գնաց։ Ընտանիքի անդամների ռեակցիան շատ բնական էր, բոլորը շատ անհանգստացած էին, շատերը նաև չէին գիտակցում ինչի մասին է խոսքը ու ինձ շատ հարազատ մարդիկ ասում էին դու ես մեղավոր, դու ես ամեն ինչ բարդացնում, դու ես ամեն ինչ չափազանցնում, այս երեխան խնդիր չունի, ոչ մի բան մի արա, բայց իհարկե ես չլսեցի ոչ մեկին ու սկսեցի Հայաստանի ամբողջ տարածքով գտնել մասնագետներ։ Սկզբում Յարիկը ընդհանրապես չի խոսել, եթե նույնիսկ 1-2 բառ եղել է, դա եղել է 1-2 տարեկանում։ Ինքը երբ որ ուզում էր ինչ-որ բան հասկացնել, կամ պետքա գոռար, կամ ինչ-որ կապրիզներ պետքա աներ այդ ժամանակ, բայց հիմա ինքը խոսում է, մեզ նման չի խոսում, բայց նախադասություններ ասում է, կարողանում է բացատրել, թե ինչ է ուզում։ Արդեն 8 տարի է հաճախում է կենտրոններ, որտեղ աշխատում են իր հետ հոգեբան, լոգոպեդ, վարքային թերապիստ, երաշտաթերապիա, կավաթերապիա։ Այդ դասընթացները գրավում են իր օրվա մեծ մասը։ Ես փոխել եմ իր հանդեպ իմ վերաբերմունքը, ես դադարել եմ իրան մեղադրել։ Երբ որ ես հասկացա, որ ինքը ոչ մի բանում մեղավոր չի, ու եթե մեզ այս ամեն ինչը տրված է, մենք պետք է ապրենք այդ կյանքը, լավագույն ձևով պետք է ապրենք, այդ ժամանակ ինքը փոխվեց։ Սոցիալիզացիան իրականում շատ կարևոր է ու ինքն էլ սկսեց ուրիշ մարդկանց հետ էլ շփվել, սկսեց կիսել մարդկանց հետաքրքրությունները, իմ հետաքրքրությունները, չգիտեմ, կինոթատրոններ, լողավազաններ, քաղաքից դուրս, ինքը ամենտեղ իմ հետ է։ Ու ես հիմա խնդիր չունեմ իրան իմ հետ ինչ-որ տեղ տանելու, դա շատ մեծ դեր ունեցավ։ Բոլոր աուտիզմ ունեցող երեխաները ունեն հատուկ վարքագիծ, իրենք չեն սիրում մարդաշատ վայրեր, ձայներ, բայց եթե իրենք հայտնվում են այդտեղ, իրենց ագրեսիան կարա դրսևորվի օրինակ ականջները փակելով կամ լացելով, գոռալով, ուզենալ այդ տարածքից փախնել։ Երբ որ մարդաշատ վայրերում իրեն ինչ-որ բան դուր չի գալիս ու ինքը սկսում է ագրեսիա ցուցաբերել, ես չեմ նեղվում, ես չեմ գոռում, ես չեմ ջղայնանում, մինչև ինքը հանգստանում է, գալիս է ասում է կներես։ Եթե ես իր վրա ջղայնանամ, գոռամ, ինքը զգա, որ ես եմ իր հանդեպ ագրեսիվ, այդ իր վրա շատ վատ է անդառնում։ Իմ որոշման համար երբեք չեմ փոշմանել։ Ինձ մեղադրում էին, որ ես շարունակում եմ ապրել իմ կյանքով ու բոլորը ասում էին, ոնց այս աղջիկը կարում այսքան ուրախ լինի, ոնց է կարում ինքը ժպտա։
Ես կարծում եմ, որ երջանիկ երեխա դաստիարակելու եւ մեծացնելու համար այդ երեխան պետք է ունենա երջանիկ ծնող։ Դժբախտ ծնողը երբեք չի կարող իր երեխային երջանկացնել։ Դժվար պահերը իհարկե լինում են, բայց ես աշխատում եմ այնպես անեմ, որ դրանք ոչ մեկ չտեսնեն։ Մեզ տրված է մի հատ ժամանակահատված, որը մենք ապրելու ենք, էլ հետ չենք գալու այդտեղ։ Դրա համար ես ուզում եմ մենք այսօր այստեղ լինենք երջանիկ, ուրախ, թե ինչ կլինի ապագայում, արդեն ըստ իրավիճակի հաստատ դրանց լուծումներն էլ կգտնենք։